անցած տարի յուրաքանչյուրը մի ամիս վերցել էր կուրացիա եւ կազմակերպել էր միջոցառումներ։ Այս տարի մի քիչ ձևաչափը փոխել են։ Յուրաքանչյուր հիմնադիր հրավիրում է հյուր եւ տարբերությունը նա է, որ այս տարի հանդիպները թեմատիկ են եւ միջոցառումները։ Ես հրավիրել եմ Գարեգին Եղոյանին, ինձ թվում է երկար ներկայացնել պետք չի, բոլորը ծանոթ եք եւ հետեւում եք Գարեգինի ստեղծագործական ուղուն։ Մեզ ընկավ nationality կամ ազգայինի խնդրեմը եւ մենք փորձենք զրուցել ձեր օգնությամբ թեմայի շուրջ եւ Գարեգինին խնդրել եմ, որ ներկայացնի մի նախագիծ, որը ըստ իս հետո քննարկենք, թե ինչու տեղավորվում է մեր այս թեմայի մեջ։ Խոսքը տալիս եմ Գարեգինին, շնորհակալություն։ Բարի երեկո։ Ես կփորձեմ ներկայացնել մեր վերջի արած կառուցած նախագծերից մեկը, Գյումրիի մանիֆեստը, հյուրանոցը, եւ կփորձեմ ներկայացնել այդ նախագծի բոլոր շերտերը, ինչի վրա որ մենք աշխատել ենք։ Ես նկատի ունեմ բոլոր շերտերը, սկսած ճարտարապետությունից, բնական է էսկիզներից, պրոցեսից, մինչև ամենավերջի դետալները, աղբամաններ, բռնակներ եւ այլն եւ այլն։ Ամբողջը անշուշտ նախագծվել է մեր կողմից։ Այս կառույցը կարելի է իրան անվանել ինչ որտեղ վերակառուցում, որովհետև այս կառույցի տեղում կար մի հատ անհասկանալի ծավալ, որը կառուցվել էր տարբեր ժամանակներում, տարբեր նյութերով եւ տարբեր մարդկանց կողմից, գոյացել էր նման մի ձև, որը էկրանի վրա տեսնում եք, ուներ այսպիսի բակ, անհասկանալի դռներ, ծավալներ, այս երկու լուսանկարները իր նախկին տեսքն էին։ Բանակցությունների ընթացքում էսկիզներ անելուց հետո, բանակցելուց հետո մենք բերեցինք պայմաններ մեր պատվիրատուների դիմաց, որ մենք այս գործը կանենք, գլուխ կբերենք, եթե ինքը համաձայնվի մեր պայմաններին նրանք էին, որ մենք կանդենք այնքան, ինչքան ուզում ենք, մաքրենք այնքան, ինչքան մեզ պետք է։ Ու մոտավորապես մաքրեցինք երևի թե 55-60%-ը։ Թողեցինք մի քանի պատ, ընդամենը որպեսզի պատվիրատուի սիրտը շահենք, ինքը շատ վատ չզգա։ Թողեցինք այդ պատերը ու ձևավորեցինք մի հատ միջավայր, այս շենքը մանիֆեստ հյուրանոցը ինքը Գյումրիում է։ Ձևավորեցինք մի հատ միջավայր ու ըստ մեզ փորձեցինք հարազատ մնալ այդ քաղաքին, բնական է, որ այդ նախագիծը անելուց այդ ուսումնասիրման փուլը մի քիչ ավելի հեշտ գնաց, որովհետև ինքս ես շատ լավ ճանաչում եմ քաղաքը եւ գիտեմ քաղաքի բնավորությունը, գիտեմ իր կառուցվածքը, ես այնտեղ մեծացել եմ ու գնացել եմ դպրոց, ուսումս եմ արել եւ լավ ճանաչում եմ քաղաքը, բայց իհարկե դա ոչինչ չէր նշանակում, երկար ուսումնասիրեցինք թե իր դիրքը, տեղը քաղաքի նկատմամբ ինչ միջավայրում է, ինչ հարևանություն ունի, այդ խճուղին, թե ինչի է կոչվում Կարսի խճուղի, որտեղից ուր է գնում, այդ ամեն ինչի ուսումնասիրություններից եզրակացրեցինք, որ կարող ենք իրականացնել մի ծավալ եւ մի քանի ակցենտով։ Գոյացավ այսպիսի մի ծավալ ներքին բակի շուրջ, խուլ պատերով ինքը հյուրանոց է եւ ամբողջ հյուրանոցի կյանքը, հյուրերը եւ հյուրանոցի կյանքը կենտրոնացված է ներքին բակի մեջ։ Շատ բնորոշ է Գյումրիին, ընդ որում դարբաց հասկացողությունը, կենտրոնական մուտքը, որը այս հատվածում է, եւ ինքը ինչ որտեղ փակված է փողոցից, ոնց որ բոլոր ժողովրդական տները Գյումրիին, իսկ որ մտնում ես ներս, արդեն ինքը լրիվ ուրիշ կյանք է, կենտրոնացված բակի մեջտեղում եւ ունի ելք դեպի այգի։ Համարները թվով այդքան շատ չեն, մոտավորապես 11 թե 12 համար են, եւ այս կենտրոնացված երկու ակցենտ կա, շատ կարեւոր։ Հիմնականում տեսքը շենքի այսպիսին է, մենք ուրիշ լուսանկարներ կնայենք,
Այս մուտքի մեկնաբանությունը որոշեցինք անել այսպես, որովհետև տենց գնաց մի հատ վեճ գնաց պատվիրատուի ու մեր մեջ, ինքը շատ էր ուզում որ փակվեր, ես չէի ուզում որ փակվեր եւ գնացինք մի կոմպրոմիսի, խորինեցինք այսպիսի մի ստրուկտուրա, որը թույլ է տալիս եւ փակել փակը եւ բացել։ Այսինքն ես չէի ուզում որ փողոցից ինքը փակ լինի, ես ուզում էի փողոցից խորությունը երևապագի եւ այն միջավայրը, որը առաջարկում է բնակիչին, որը պետք է ապրի այս ծավալի մեջ։ Որ տեսնում եք ինքը տուֆը, սև տուֆն է տեղական, պատերը շատ ողորկ են առանց ոչ մի ավելնորդ բաների, հետո մենք պատերի մասին առանց ինքը խոսենք։ Ամեն ինչ ոնց որ ասեցի, կենտրոնացված է ներքին պակի շուրջ, անգամ եթե դուք նկատեք աստիճանները, որոնք տանում են երկրորդ դարկ, նույնպես բաց են, այս ակցենտի, այս պակը շատ կենթանի է դառնում ամառները, այստեղ սեղաններ են դնում, բավականին կենթանի է, լուռը, հաճելի է, մեղմիրաշցում կա բաներից, միջանցքներից մեկը դուրս է գալիս դեպի այգի, լուսավորվում է պակը ամբողջությամբ եւ ստացվում է, որ ինքը գտնվելով մայրուղու վրա, որի անունն է Կարսիխը ջուղի, բավականին կարևոր մայրուղի է, ինքը ունի իր ներքին կյանքը, փողոցից մի քիչ պատասպարված, բայց միևնույն ժամանակ փողոցի վրա։ Այսպիսին է իր կենտրոնական աշտարակի տեսքը, ինքը դրված է մի քիչ ասիմետրիկ, մեկնաբանությունը այսպիսին է, եթե դուք նկատում եք այն սան եզրի վրա չի նստում, այլ կախված է իր վրա, մի խոսքով կան իրացիոնալ կտորներ, որը ավելի շատ զգացմունքի վրա է հիմնված, քան հիմնված է ռացիոնալ մտածողության վրա։ Ներքին պակ ուղղված են գունավոր տարրերը, ճակատները եւ դռները, որոնք բոլորը ունեն շատ վառ պայծառ գույն, իրանք խաղում են իրենց դերը, բավականին գրավիչ են եւ ինչ որտեղ մթնոլորտ են ստեղծում այդ պակի համար։ Շատ բարդ էր այս գույնը ընտրել, որովհետև շատ երկար տադանվում էինք ու մենք շատ էինք փորձում, ու ըստանալպես գույն ընտրելը մի քիչ դժվար է, որովհետև շատ մեծ պրետենզիաներ կա դրա մեջ, բայց ամեն դեպքում ես կարծում եմ մեզ հաջողվեց այս բանը անել։ Միջանցքները գալերեան մի որոշ բարձրությամբ պատված են մարմարով, ընդ որում ասեմ, որ այս մարմարն էլ է տեղական, հայկական մարմար է եւ Արագածի փեշերից է։ Տեսնում եք այդ սև տուֆը իր այս խիստ բաներով, ուղղանկյուն սյուներով եւ շարվածքով, որը այդպես պարագծով պարուրել է պակը։ Կենտրոնական մի կտոր կար, մենք որոշեցինք մի հատ ծառ ունենալ եւ ցիտեն ծառ դրեցինք այստեղ։ Այս գալերեան է, որը լուսավորվում է, դռները բացում են այստեղ եւ ինքը անգամ ցուրտ անձրևոտ եղանակներին բավականին հաճելի տեղ է, որ նստես սուրճը խմես, ծխես կամ հարևանի հետ զրուցես։ Ելքերից մեկն է, որը դուրս է գալիս դեպի Ետնամասի այգին։ Քանի որ ես մի քիչ երկար էր, որոշեցինք մեկնաբանությունը տալ այս ապակու բլոկներով այս անցումի, որովհետեւ կամա թե ագամա ինքը միշտ լուսավոր լինի եւ այս պսպղուն կդորից դուրս գաս այգի, որը նույնպես մասն է հյուրանոցի ու շատ էլի հաճելի տեղ է։ Սա համարներն են։ Համարների ինտերիերները նույնպես մեր կողմից մշակված ինտերիերներ են։ Հնարավորինս փորձել ենք այստեղ մի քիչ քաղաքային ֆոլկլոր մտցնել, բայց ավելի մեկնաբանել ժամանակակից թեմաներով, օրինակ առաստաղը ինքը կա այդպիսի առաստաղի ձև, որը կոչվում է թավան։ Այդ թավանը սովորական կախովի առաստաղ է, որը մխվում է կերաններից, ծածկի եւ պարուրվում է բանով, կարնիզով, քիվով։ Այստեղ այդ մեկնաբանությունն է թավանի, որտեղ տախտակների մեկնաբանությունն է, բայց ավելի շատ ինքը առաստաղին տալիս է ֆակտուրա եւ արդահայտչականություն։ Հատակը շատ տրադիցիոն տոմետն է, որը օգտագործում էր Գյումրիում, մենք այս տոմետը գտանք, բայց ինչպես տեսակ, էլի մեկնաբանություն դրա մի քիչ ուրիշ է։ Նույնը գույներն էին, ճանաչելով մի քիչ, այսինքն այստեղ մի քիչ կոմպրոմիսի ենք գնացել մենք, ընտրելով այս գույները, ու գրավչություն հաղորդելով, որովհետև այդ միջավայրը պահանջում էր այս գունային լուծումները։ Խորքի լվացարանի վրայի հայլին անշուշտ մեծացնում է տարածությունը
իսկ այն սև ապագե պատմագերեսը դա ցնցուղն է, որը լուսաթափանց չի, բայց ներսից հայացքի համար թափանց։ Փորձել ենք ինտեգրել այս բոլոր ինժեներական կառույցները այնպես, որ իրանք չխանգարեն, այլ ընդհակառակը լրացնեն այս տարածությունը։ Այդ հանգույցի, թաց հանգույցի մասում ինքը մի քիչ ավելի ներքև է։ Հատակները իդեպ բոլոր համարների տարբեր են։ Այս ռեստորանի հատվածն է, ինքը նեղ երկար տարածություն է, էլի բացվում է դեպի բակ, շատ հաճախ իրանք իրենց նախաճաշերը նույնիսկ բակ են տանում եւ հրամցնում իրենց հյուրերին։ Այս նիշը մոզաիկայի պես արված մարմարի համանգնում է տսի մարմարի նիշի հետ եւ հատակը էլի նույնպես տոմետի հատակ է։ Երևի էս կաններ չէ լուսանկարները, հա։ Մի խոսքով մոտարապես դուք պատկերացրեցիք իր կերպարը, ծավալը եւ հիմի ես մի քիչ շենքի մասին պատմեցի։ Ասեմ, որ այստեղ նախագծված է մեր կողմից ամեն ինչ, սկսած դռներից, բռնակներից, վերջացրած այնտեղ կան աթոռներ, որոնք չկան էսպանի վրա, մեդաղից, բազալտի մեծ նստարան կա, էլի մեր կողմից է նախագծված մուտքի մոտ։ Մի խոսքով ստացվեց այսպիսի մի հատ կառույց, որը ըստ մեզ դարավ Գյումրիի կառույց։ Ես ձեր տատին եմ նաև ուզում այդ բանը տնեմ, որովհետեւ դուք ձեր կարծիքը ասեք, ես այսպես եմ ճանաչում, այսինքն ինչքան որ ճանաչում եմ, այսպես փորձեցի այս թեման մեկնաբանել։ Նախշերն ու զարդեր գրեթե բացակայում են, ամեն ինչը շատ մաքուր է, ավելի շատ խորությունների վրա եւ պատի ֆակտուրաների վրա է արված քարի մշակման եւ ընդհանրապես միջավայրի։ Այսքանը ոնց որ թե շենքի մասին։ Ես կուզենայի, որ մեր զրույցը նաև շարունակենք երևի հարցերով, հա։ Վերադառնանք մեր թեմային, ինչու խնդրեցի, որ այս շենքի մասին պատմես, որովհետև ըստ իս ինքը իրոք նույնիսկ ոչ հայկական, այլ Գյումրվա շենք է, ինչու մի քանի տարբեր ասպեկտներ եմ մտածում, առաջինը իր կառուցվածքը այդ բակի շուրջ, խուլ պատերը դեպի փողոց եւ բաց դեպի բակ, երկրորդը կասեմ, որ տեղական նյութը նոր մեկնաբանությամբ օգտագործելը եւ երրորդն էլ հիմա որ պատմում էիր այդ ժամանակ մոտս առաջացա, որ ասում ես զգացմունքային ոչ ռացիոնալ որոշ լուծումներ։ Այո։ Երևի տեղական ճարտարապետության մեջ դա շատ ենք տեսնում, որ կան այդ բառը չվախենամ ասում, նույնիսկ մազալու բաներ կան, որ շատ այտենց լավն են դառնում, բայց երբ որ ռացիոնալ մտածում ես, կարող է թվա, որ դա սխալ է, բայց իրականում սխալ չի, ու հետաքրքիր է, որ այս իրական ռացիոնալ թվացող ճարտարապետության մեջ դու շեշտում ես այդ զգայցունքայնության ֆակտորը, ուզում եմ հասկանամ, ճիշտ եմ զգում, որ ինքը տենց Գյումրվա շենք է, թե չէ, դու արդեն ասեցի, որ հա, բայց կուզեի մի քիչ ավելի։ Ես ամեն դեպքում ես փորձել եմ հավաքել այն, ինչքան որ ճանաչում եմ քաղաքը եւ փորձել եմ այս ձևի մեկնաբանել այդ կառույցը։ Հետո ես ուզում եմ ասեմ, որ ստեղծագործականության մասին էլ եմ ուզում ասեմ, այդ շատ կարևոր բան է։ Ինչ որտեղ ես անընդհատ փնտրում եմ այդ խրախուսելու բանը, փորձում եմ գտնել ստեղծագործականության խրախուսելու այդ բանը, ցիրկը, ես փնտրում եմ, ասենք, միջավայրից, իմ պատվիրատուներից, փորձում եմ իմ էսկիզներով իրանց էլ ոգևորել եւ նաեւ ստանալ այդ դրական լիցքը, որ խրախուսվում է ստեղծագործությունը։ Միշտ չի, որ ես ոչ թե միշտ չի, ես գրեթե չեմ կատարում այն, ինչ որ իրանք են ուզում։ Ես մտնում եմ մի հատ բարդ խաղի մեջ իմ պատվիրատուներից հետ եւ վերջում ստացվում է մի բան։ Այստեղ մի քիչ ավելի խաղը բարդ էր, որովհետեւ քաղաքը ուներ իր կերպարը
եւ ուներ իր բնավորությունը։ Բնավորությունը շատ կարեւոր բան է։ Կերպարը այդ բնավորությունը նաեւ լրացնում է։ Այդ բնավորությունը ճանաչելը, այդ նիստուկածը ճանաչելն է թույլ տալիս անել այն ինչ որ հիմի ես փորձեցի անել։ Այսինքն մենք մեր փորձեցինք անենք մեր արվեստանոցում։ Ինչքանով է ինքը ստացվել, ես մի քիչ չեմ ուզում իմ աշխատանքիս մասին ինքս ասեմ։ Ես կարծում եմ ինքը ստացվել է, որովհետև ես թեմաներ եմ օգտագործել ոգեշնչվելով այդ փողոցների ուղիղ անկյուններից, չխախտված քիվերից, այդ ամեն ինչը դրանք դետալներ են, քարից, մշակման ձևից, մոդեցումից դեպի մայթը տնելու, փողոցից հեռու լինելու, խորություն ստանալու, այդ ամեն ինչ ատրիբուտներ են, որոնք ի վերջո եւ գումարած իհարկե թեման, ի վերջո բերել հասցրել ամեզ այս վիճակի, ու մնացած արդեն դետալներ են, չգիտեմ կարողացա պատասխանել։ Մենք իրար հետ զրուցեցինք շուտով այդ հարցազրույցն էլ կտպագրվի ու խոսում ենք նրա մասին, որ ազգայինը ընդհանրապես ոչ միայն Հայաստանում, այլ հետխորհրդային բոլոր երկրներում եւ ոչ միայն մեր մեջ տենց նստած բան կա, որ այն ժամանակ կոչվում էր սոցիալիստական բովանդակությունով ազգային ձևով, հա, ու այդ ձևի մեջ մենք շատ ենք, այսինքն ազգայինը սովորենք տեսնել ձևի մեջ եւ օրինակ նույն մեր հայկական մոդեռնիզմի մեջ տենց տարօրինակ բաներ կան, երբ որ ինքը մաքուր մոդեռնիստական շենք է, բայց անպայման ինչ-որ բարձրաքանդակ կա, պարող մարդկանցով տուֆով բան ու կարծես թե ինչ որ վաղ կա լրիվ աբստրակտ մոդեռնիստ լինել, մյուս կողմից դա ինչ-որ տենց տուրք է, որը տրվում է ազգայինին ու հետաքրքիր է փնտրտուք ազգայինի առանց ֆոլկլորային ու տենց դետալային ձևերի մեջ մտնելու ավելի շատ բովանդակության ու տրամադրության մեջ գտնել այդ ամեն ինչը։ Ես մի բան ասեմ, դա շատ կարող ենք մենք համաշխարհային փորձում տեսնել, օրինակ Պորտուգալիայում, չգիտեմ, Սիզայի աշխատանքները կամ շվեյցարական ճարտարապետների եւ այլն, երբ որ կարծես թե ոչ մի ուղիղ կապ չկա, չգիտեմ, ժողովրդական կամ ազգային ճարտարապետության մեջ, բայց միևնույն է այդ շենքը միանգամից դու հասկանում ես որտեղից է դու։ Այդ շատ բարդ թեմա է։ Մենք անցյալ անգամ երևի հենց երկու օր առաջ մենք դրա մասին էլի խոսում էինք, ես կարող է կրկնվեմ, բայց ես մի հատ եզրակացության եմ եկել ու ուզում եմ կիսվեմ ձեր այդ եզրակացությամբ։ Ես գտնում եմ, որ այն ինչ որ ստեղծվում է Հայաստանում, ստեղծվում է որակով, նորից կրկնեմ, որակի մասին ես չեմ ասում, ինչ չափանիշներով դատենք։ Երևի թե որակով այնա, ինչ որ աշխարհը ընդունում է քեզնից։ Օրինակ Կոմիդասին է ընդունում քեզնից, ինքը հայկական է ու որակով է։ Ընդունում է Խաչատրյանին քեզնից, ընդունում է Մինաս Ավետիսյանին քեզնից, ճանաչելի է։ Ինքը ըստ ինձ ազգային է, այն ինչ որ ունի որակ։ Իսկ որակը ըստ իս ձեռքաբերվում մրցակցության մեջ։ Այդ կապ չունի մենք գլոբալիզացված աշխարհում ենք ապրում թե չէ, մրցակցությունն է բերում որակի։ Իսկ մրցակցություն լինում է այն ժամանակ, երբ որ կա ազատ դաշտ եւ կա ստեղծագործականություն, որը զարգացնում է դա։ Իսկ եթե ծնվում են այդ բաղադրիչների շնորհիվ ինչ որ ստեղծագործություններ, որոնք պիտանի են դառնում մարդկությանը ու ծնվում են մեր երկրից, դա ըստ ինձ ազգային է։ Ես մեր 3-4 օրվա հետաքրքիր զրույցից հետո մենք գիրք էինք քննարկում, փոքրիկ ավելի միջոցառում էր Project Japan, ճիշտ եմ, Japan, Rem Koolhaas, որը ճապոնական մետաբոլիզմի մասին է եւ շատ հետաքրքիր է, որ փաստորեն ճապոնացիները ավիրված երկրում կարողացան ստեղծել հենց ճապոնական ուղղություն, որը բացառապես էլի ֆոլկլորային չէր, բայց միջև ամբողջ խորությամբ ճապոնական էր իր
մոտեցումներով եւ դա են քննարկում, հետո տանը երաժշտություն էի լսում ու հետաքրքիր բաներ հասկացա, որ օրինակ հայկական երաժշտության մեջ ժամանակակից կան անուններ, որոնք այնուամենայնիվ ազգային կարելի է կոչել, բայց ելի ազատ են այդ սոցիալիստական ազգայնականությունից, օրինակ Մանսուրյանը նման ստեղծագործություններ ունի, Շարաֆյանը վերջի կոմպոզիտորներից ու սկսեցի մտածել, որ հետաքրքիր է երաժշտության մեջ ոնց որ թե մենք կարողացանք գտնել ինչ-որ ճանապարհ, որը չենք գտել ճարտարապետության մեջ եւ հետո մտածելուց հետո սենց մի բանաձևի եկա, ոնց որ թե մենք ազգային ձևը ունենք ճարտարապետության մեջ, որը լավ թե վատ շարունակվել է, բայց չունենք ազգային աբստրակցիա, այսինքն ձևից դուրս պատկերացնում, բայց որը ունենք երաժշտության մեջ, որը ունի շատ պատճառներ, ինչու երաժշտության մեջ ստացվեց, նա օբյեկտիվ, սուբյեկտիվ, նյութական եւ այլն եւ այլն։ Կարամ շարունակեմ։ Ու դա միայն հայկական խնդրեմ չի, նաեւ հետխորհրդային որ դա ենք շատ փոքր բացառություններով։ Հա, ես փորձեմ շարունակել Արսենի ասածը, ինձ թվում է մեր մոտ դա չի ստացվում դեռ, որովհետեւ մենք խարսխված ենք անցյալին, մենք անընդհատ հետ ենք նայում։ Մենք չենք կարողանում առաջ նայել։ Դրա համար մեր մոտ չի ստացվում։ Մենք անգամ այսօր, որ փորձում ենք ներկայանալ աշխարհին մեր ստեղծագործություններով, մեր մոտ շատ սահմանափակ է մեր գործիքակազմը։ Չթվեմ թե ինչեր են, որովհետև գիտենք ինչա, խաղի բան, չգիտեմ ինչ, ծիրան բան եւ այլն եւ այլն։ Դրանք շատ սահմանափակ են։ Իսկ այն ինչ որ ներկայանում ենք ու ճանաչելի է դառնում է ազգային։ Այդ խարսխվածությունը մեզ մի քիչ խանգարում է շատ։ Ես այն օրը շատ ինձ իսկապես էս վերջերս կարդացի շատ ցնցեց Մայերի խոսքերը, որ այդ շարունակականությունը եւ տրադիցիաները կրակ փոխանցելն է, ոչ թե մոխիրին երկրպագելը։ Այսինքն ինչ է նշանակում կրակ փոխանցել։ Ես այդպես հասկացա, որպեսզի կրակը փոխանցվի, իրան անդադար սնել է պետք։ Իր մեջ պիտի գցես փայտ, ածուխ, չգիտեմ ինչ, որպեսզի ինքը շարունակի վառվել։ Եթե դու չգցես, ինքը կդառնա մոխիր։ Իսկ եթե մենք փոխհարաբերական իմաստով այդ փայտը դարձնում ենք միջավայր, մրցունակություն, մրցակցություն եւ ազատություն, մենք կարողանանք երևի դրա մեջ գտնել այն ինչ որ պետք է անենք։ Իմի այս գործի մեջ անկեղծ ասած ես փորձել եմ այդ ամեն ինչը դնել, ես չեմ ասում թե դա ստացվել է կամ չի ստացվել, կորոշեք դուք կամ ինձ կասեք, ես պատրաստ եմ ցանկացած քննադատության, բայց ինչ որ մի մեկնաբանության ես հասել եմ այս ամեն ինչով։ Երևի այդպես ազգայնագանի կամպանի մասին։ Հարցազրույցի ժամանակ դու նաև ասացիր, որ քո համար ճարտարապետություն, հայկական ճարտարապետությունը դա պատի ճարտարապետությունն է։ Ես այդտեղ տեսնում եմ օրինակ շատ հետաքրքիր է, որ փողոցի ճակատները խուլ են, պատուհան չունեն։ Եվ երկու բան հիշեցի, մեկը Պոմպեի տները, որոնք էլի չունեն ճակատներ որպես այդպեսին, ուղղակի խուլ փողոցա, խուլ պատերով, դա շատ հետաքրքիր է։ Երկրորդը մի տեսակ ինչի սիրտս հովացան, ոնց որ վերջերս այս նոր շենքերը, որոնց մեջ բացարձակ չեմ քննադատում, միգուցե լավ հաջողվածները կան եւ այլն, բայց հիմնականում կարծես թե հիմնական խնդրեմը դարել է արտաքին պատը, հա, շենքի ավելի շատ ուշադրությունը թե ինչպեսին կլինի պատը, եւ այդտեղ երկու ուղղություն կա, կամ այդ քայլը պատուհանների ռիթմը եւ այն ստացվում է ոնց ստացվում է ըստ ներքին տարածության, չգիտեմ, սենյակների բանից, մի քիչ ավելի առաջադեմները փորձում են ինչ որ սրամիտ լուծում գտնել եւ դու տեսնում ես, որ անընդհատ գալիս են ինչ որ նկարվածքի բավականին abstract, բայց ոնց ասեմ, անհիմն կամ անհետաքրքիր դառնող որակով արված, բայց
ինչ որ տենց pattern-ներ են, որոնք կարծում եմ կարելի է AI-ով գեներացնել ավելի լավ, քան մենք ինքներս կհորինենք, բայց այդ պատը ոնց որ թե կորում է որպես արտահայտամիջոց եւ այս վերադարձը դեպի առանց պատուհան պատ, առանց ռիթմի, միայն ֆակտուրա, այսինքն ձեռ տալու, շոշափելու, տենց ավելի հումանիստական, ես կասեի, ավելի ոչ մեքենայական, այլ հումանիստական պատ է ստացվում, նույնիսկ եթե շատերին կարող է թվա, որ ինքը վախենալու է, խուլա, ես համոզված եմ նման քննադատություն լսել եմ, այս շենքը վախենալու է։ Այո։ Ոչ թե վախենալու է, տենց հյուրանոց չի լինում։ Շատ եմ լսել, հասնեցել հյուրանոցը լինի, բա ուրա պատուհանները։ Բայց ես ասեմ իմ կարծիքս, մենք խոսում ենք, զրուցում ենք, ես շատ եմ բանանում։ Ինձ իսկապես շատ հուզում է այդ պատի գաղափարը։ Ես որ նայում եմ մեր ճարտարապետությունը, ես չեմ խոսում հիմի, ես ուզում եմ իր ձևակոյացման մասին էլ խոսեմ, որովհետև ինքը ինչ որտեղ նաև ֆունկցիոնալ է, նկարվածք ունի, բան ունի, բայց նաև ինքը ֆակտուրաների շարվածքի համաչափության ճարտարապետություն է։ Չգիտեմ ինչի ես կենտրոնացել եմ վերջերս հենց այդ պատ հասկացողության վրա, ոնց է շարվում քարը, ինչի վրա է դրվում, ինչ ֆակտուրա ունի, գույնը, կտրվածքի ուղղությունը։ Ճիշտ է, ժամանակ իր բաները մտցնում է ուղումները, օրինակ մեծ շենքեր ենք նախագծում, ես ենք անում, օգտագործում ենք քար, բնական է, որ շենքը ներս ու դուրս չունի, դա մի օրգանիզմ է ու մեկը մեկից բխող բաներ են, առանձին չի նկարվում, ես նկատի չունեմ, որ պատը պետք է առանձին նկարվի, բայց ես չգիտեմ ինչի ընկալում եմ այդպես, այսինքն մեր ճարտարապետության կարևոր բաղադրիչներից մեկն եմ համարում պատի մեկնաբանությունը, ծավալի գոյացումը, պատի մեկնաբանությունը։ Այն որ ինձ մեկը հարց տվեց կասկադի համար։ Ես միանգամից հիշացնեմ, բայց ամենը չի, որ կասկադում նախշազարդած է, այնտեղ կան շարվածքներ, պատի ֆակտուրաներ, քարի ուղղություն, մեծ բլոկներ, դա էլ է պատի ճարտարապետություն։ Այսինքն ինքը դրանով է կառուցվել, իսկ ինչի դրանով դա երևի այդ շինանյութը մեր մոտ ավելի շատ է եղել, ու մենք կենտրոնացել ենք դրա վրա ու իրանով ստեղծել այդ կոնստրուկցիաները։ Ու ես այստեղ նույն բանն եմ ուզում փորձեմ անեմ, այդ պատ հասկացողությունը, ու ընդհանրապես ես զգում եմ, որ ոչ թե ինտուիտիվ հիմի մեր միջավայրում մենք շատ ենք տեսնում տարբեր պատերի մեկնաբանություններ, օրինակ նույն պատը դու մեկնաբանել ես Վաղարշյան փողոցի վրա, Պարման, տունը նկարիչի Ծիտողցյանի, այնտեղ պատերի բան կա, չէ, բացի նրանից, որ ինքը ունի ֆունկցիա, ծավալ, խորություն, ճարտարապետություն, հյուսվածք, ամեն ինչ, այդ ամեն ինչը իրականացվել է այդ պատերի միջոցով, ու բոլոր պատերը չի որ նույն պատն են։ Այնտեղ կա պատ, որը կարևոր է, պատը կա երկրորդական, պատը կա հարթ, պատը կա ֆակտուրայով, շարվածքները տարբեր։ Ես գտնում եմ, որ այդ կարևոր ատրիբուտներից մեկն է մեր ճարտարապետության։ Ձեր խորագիրը կարծես ազգություններ, չէ՞, ոչ թե ազգային, nationality։ Հա, որովհետև հետաքրքիր բան է առաջանում կոնցեպտուալ ազգություն ասելով խոսում ենք համընդհանուր ռիթմերի, համընդհանուրների մասին եւ այլն, ազգային ընկնում ենք իդեոլոգիաների դաշտ, որ ֆունկցիա է ժամանակի քաղաքականությանը, փոփոխական է ազգային։ Իսկ ազգությունը գուցե լեզվի մասին է ավելի այդ նույն վերացական բաների մասին, որի մասին դուք խոսում եք, որ ասացիք պատ, հիշեցի ձեր Ռինդի վիլան, որ բացարձակ արվեստի գործաստից մեր երևի լավագույններից, եթե ոչ լավագույն ճարտարապետության օրինակը ժամանակից, ու լսում էի ձեր նաև հարցազրույցը, որ ձեր մեկնաբանությունը ոնց է կառույցը տեղագրության հետ հարաբերվում ու պատերի կարգավիճակը։ Գիտեմ այս շենքն է, բայց ձեր Չէ, իհարկե։ Հա, իհարկե, հա, հետաքրքիր է, սիրով։ Այդ շենքի մասին եք ուզում լսեք։ Այդ ամենա, հա, այդ մի քիչ բարդ թեմա է, որովհետև բացի բնությունից ելակետ չկա, որից ես կկարողանամ շարժվեմ։ Ես միշտ մի տեղից պետք է սկսեմ քայլել, չէ՞։ Կետից ուղիղ ակնում, մի կետից պետք է սկսեմ քայլել։ Ելակետը բնությունն էր, ու ինքը այնքան շքեղ բնություն է, իսկապես շքեղ բնություն է։ Ոչ թե շքեղ բառը օգտագործում են, որովհետև բոլորն են օգտագործում։ Աննկարագրելի շունչը կդրվում է, որ նայում ես
Հայաստանում հազվագյուտ տեղեր կան, որ 360 աստիճան դու կարող ես պատդվես ու տեսնես։ Ինքը այդ կարգի բնություն է։ Ու մենք այդ բնության մեջ դիտնենք մի հատ ծավալ։ Իսկ շատ չարչարվեցինք դրա վրա, էսկիզներով, բաներով, խոսալով եւ այլն եւ այլն։ Եվ հանգեցինք վերջը մի բանի, այն ինչ որ դուք տեսել եք, այդ դրա մեջ ամենակարևորը եւ բագային տնեմ դրա անունը եւ կարևոր ճակատը, որը նայում է այգուն, երկուսն էլ ունեն շատ խորը կոնսոլներ։ Այնքան խորը, որ լույս չի ընկնում այդ կոնսոլի ներսը։ Եվ տպավորություն է ստեղծում, որ այդ շենքը ասենց կախված ճախրում է, մի կետի վրա է հենված։ Ինքը նստած չի սարի վրա։ Ինքը այսպես օդի մեջ ճախրում է։ Ու բացի դրանից ինքը բլուրից բարձր չի։ Իր խոդացած կույտը տանիքի ճիշտ բլուրի մագարտակի վրա է։ Ուրեմն եւ ներսի պատերի համակարգը իրականության մեջ ինքը դարել է անֆիլադա սենյակների։ Մի քանի պատերի սենյակների անֆիլադա է դարել եւ ես միշտ այդ պատվիրատուներին ասում եմ, որ դուք ունեք ձեր տան մեջ մի հատ փոքր փողոց, որով անցնելիս անընդհատ դուք ձեր այգին եք տեսնում եւ խաղողը եւ ձեր կինին եւ այդ հարտակը, որը ցած տանում է դեպի էլի նույն տեղը։ Այդ հիմնականում այդ շենքի գաղափարը, բայց այնպես անել, որպեսզի չփչացնել բնությունը, որովհետեւ իսկապես կարևոր բանը այն էր, որ ես իրան չգիտեմ, միցե ուզում եի կախել երկնքից, ու ինձ այդ խորը ստվերներն էին թույլ տալիս։ Այսինքն ես փորձեցի աշխատացնել նաև լույս ու ստվերը դրանում։ Եվ բակի կողմից ինքը ստացվեց, եւ փողոցի երկու կողմից էլ ինքը ունի այդ բանը։ Ու որպեսզի բնությունը շատանա ու բնական այդտեղ նաև շենքը կշատանա, ես որոշեցի լողավազանը կպցնել շենքին, տեղ չթողնել իրան։ Ու իսկապես այդ ես մի քիչ ճիշտ է, մի քիչ վախենում էի, այնտեղ բարդ հանգույցներ կային լուծելու եւ մշակելու, բայց կարծես ինքը ստացվեց այն, ինչ որ ես մտածում էի։ Երևի թե այդքան է այդ շենքի մասին, բայց որ մի քիչ մտքից գա, էլի անկած կարող է վերադառնամ։ Ու դուք պատը ձեզ դուք պատի կարգավիճակ։ Հա։ Ու այդտեղ էլ ունեք հայկական Այդտեղ էլ ունեմ։ Տեղային է, այսինքն Ուրեմն այդտեղ ունեմ, այո, ճիշտ է, այդտեղ կա, ճիշտ է, ես հիշեցի, այդտեղ ունեմ ես մի հատ պատ, որը կառուցված է քարերից, որոնք հավաքել ենք այդ տեղում, խաղողի այգուց, այդ պատը կարծես ուղղություն է ցույց տալիս դեպի մուտքը, դու բարձրանում ես, մուտքը այդքան հասանելի չի տան, իրան այդ կողքով պետք է բարձրանաս, այդ պատը ինչ որտեղ այդ դաշտի շարունակությունն է իմ համար, որ ինքը հասցնում է քեզ մինչև վերջ, իսկ մնացածը բոլորը շատ նեյտրալ պատեր են, մաքուր, սպիտակ, թղթի պես պատեր են, ես չեմ ուզում կրկնեմ բնությունը, իմ մոտ այդ շենքը, որ ես դրել եմ այդտեղ, ես իրան կոչում եմ ինքը մեղմ ագրեսիվ է, ինքը չի կրկնում բնության ոչ մի բանը, բայց ինքը նաև ագրեսիվ չի, ինքը մեղմ ագրեսիվ է, ինքը մի ուղղանկյուն ծավալ է, երկարավուն, որը խորը ստվերա գցում եւ կախված է օդի մեջ, հենվելով ընդամենը մի կետին մուտքի վրա։ Ես ուշացա եւ սկիզբը չեմ լսել, բայց երեք Արսեն հետ մի կարճ խոսակցություն ունեցանք եւ այսօր էլ այն ամենից դրան կողքից լսեցի, որ այդ թեզը ազգային աբստրակցիա դրա մասին մանրամասն խոսել ես, թե կարող ես ասես շատ կարճ ասել եմ, որտեղ կուզեմ լսել։ Շլնող բան է։ Լավ, այն դեպքում ես մի երկու բան ասեմ։ Ազգային ճարտարապետության թեման երկար տարիներ առաջ, ճիշտ ասեմ, ուղիղ 50 տարի առաջ, այդ գաղափարը ես պատրաստում էի գնալ սովորել ասպիրանտուրայում Մոսկվայում եւ պես եղավ ինձ Յուրի Յարալովին ծանոթացրին, նա էլ ազգային ճարտարապետության թեմայով էր զբաղվում, ես էլ ասացի ուզում եմ դրանով զբաղվել։ Հա, ասեց շատ լավ, արի, մի խոսքով միաժամանակ հետո հայտնվեցի Մոսկվայում այդ Տեսչյան ինստիտուտում, Տեսչյան պատմության գիտահետազոտական ինստիտուտում, եւ ինձ այնտեղ Բաքվի ինստիտուտի
այս հիմնովին աշխատողներ բան ասցին այդ բաները թող դու երիտասարդ այդպիսի բաներ չկա ազգային ճարտարապետություն բան հիմա այն ժամանակ գլոբալիզացիա բառը չկար բայց այդպես էր խորհրդային ճարտարապետության ընդհանրապես ասում էին աշխարհով մեկ մի ճարտարապետություն է ինչի մասին եք խոսում բայց մենք այստեղ խոսքը գնում է հասկանում եք ժամանակի առումով այդ թեման 60-ական 70-ական թվականներին պիտի վերաբերվեր եւ այդ հաջողվեց շատ այսպես հստակ այդ դիսերտացիան պաշտպանել եւ այդ մարդիկ որոնք որ կասկածում էին համոզվեցին կար ազգային ճարտարապետություն եւ այդտեղ սպեկտրը մեծ էր Քյուրքչյանից մինչև Թարխանյան, Ջիմթորոսյան, այնտեղ ճարտարապետություն կար, որ բացարձակ չուներ ֆորմաներ կրկնվող։ Բայց ինձ այդ ընթացքում, երբ որ աշխատում էի, մի հարց հետաքրքրեց, թե արդյոք մենք օրինակ հայերս յուրովի ենք մտածում, թե չէ։ Եվ նույնիսկ ինչ որ մի ազգականի միջոցով, դա մի խոսքով այսպիսի բանաձև կար մտքի psixический склад, ոնց ճիշտ ասել կառուցվածքը, բայց գիտակցության, հա, գիտակցության կառուցվածքը, որ կարող է լինել թե չէ, լավ հիշում եմ եկա ինչ որ Մոսկովյան մի այսպես բնակարան էր, բայց հայ էր այդ գիտնականը, բավականին արդեն տարեց ասեց չէ, տես բաներ չկա, գնաք ու գործով զբաղվի, ուսումնասիրի ճարտարապետությունը, տես բան չկա, այսինքն մտածելակերպ չկա, ընդհանրենք հայ մտածելակերպ չկա, որ ասես այ մեր կառուցվածքը այսպիսին է, ու մենք ուրեմն ստեղծում ենք այսպիսի արվեստ, այսպիսի ճարտարապետություն, այս տեսակ գիտություն։ Եվ հիմա այդ առումով իհարկե կա մոտեցում, որ ձևերը վերցնում, կրկնօրինակվում են կամ ստիլիզացվում են, կան հակառակը, որ միայն այ Գարեգինն որ խոսում է, այ ինձ դա է, քո վերաբերմունքը բնությանը, քո վերաբերմունքը տարածությանը, դրանք զուտ ազգային ճարտարապետության հիմքեր են։ Հիմա այս վերջերս մի բան ա եղել, հաղորդում ա եղել ռուսական հեռուստատեսությամբ, հավաքվել են Կավտարաձեն, Յուրան հավաքում Լիզան Լիխաչով առաջվա ճարտարապետության թանգարանի տնօրեն, դրանք դուրս բանիմաց շատ զարգացած մարդիկ են եւ վարողը հարցը հաղորդումը նվիրված է եղել Զահա Հադիդին եւ հարցրել է սա հիմա դուք կարող եք ինձ բացատրեք այլ դուք մասնագետներ եք Զահա Հադիդը Իրաքի ճարտարապետության ազդեցությունը որն է նա ինչով է Իրաքի ճարտարապետ, հա, ծնունդով Իրաքի ճարտարապետ է։ Այդ հարցը մնացել է անպատասխան, բայց հետ բանի արդեն որ մարդ երբեմն չի կարողանում պատասխանի կամ գնում մտածում մի խոսքով մեր սիրելի Facebook-ում Յուրան Ավակումով գրում է որ ես հասկացա եւ ինքը ինչա տեսնում շատ խելացի մարդ է ինքը բանի մարդ ինչա տեսնում այդ ազգայինը արաբական այն կալիգրաֆիկ գիրը արաբեսկն է տեսնում կալիգրաֆիկ գիրը որ նա եւ պատկերներով ցույց է տալիս որ համեմատում է ուրեմն այսինքն դա արտահայտվել է հայտնի է Զախա Հադիդը որ տարված է եղել ռուսական ավանգարդով եւ նրա ճարտարապետությունը սկսել է որպես Ռեմ Կոլխասի մոտ, հա, որպես այդ այսպես ասած որպես կոնցեպտ իր ճարտարապետության սկսել է դրանից եւ այնուամենայնիվ հիմա արդեն ռուս ուսումնասիրողները գտնում են որ նրա Իրաք այսինքն նրա արաբական ազգային կողմը դա նրա այդ բարդ ձևերն են, որոնք որ համապատասխանում են ոնց որ ասում ես արաբեսկաներին կամ այդ կալիգրաֆիկ արաբական ձևերին։ Հիմա ես չեմ կարող ասել, որ ինձ համար դա հստակ էսպես բան։ Ինքը Զախա Հադիդը դրա մասին հստակ եղեք չի մտածել եւ չի փորձել
նմանվի դրան, ասի թե ես ուզում եմ անեմ, այս բարդ ձևերը, որ երբ որ նայում ես նրա առաջին են կանգառը Ստրասբուրգում, կամ ավելի դրանից էլ առաջ են դեպոն, հա, բանում Գերմանիայում, հա, սահմանի Շվեյցարիայի, Վիտրայում, հա, կառուցած, դրանք զուտ այսպես մի քիչ կոնստրուկտիվիզմից շեղված, այմինեն հենց ռուսական ավանգարդի շեղ գծերով եւ այլն այսպես ազդված ճարտարապետությունը։ Եվ ահա դետես թե հիմա դրա ազգային հիմքերը այստեղ են։ Նենց որ ես ինձ չափազանց ուրախացեց, որ երեք ասացի, որ այս թեման պիտի լույս աշխարհ բերեք եւ դրա մասին խոսելը ոչ թե մի օրում, անընդհատ է պետք խոսել։ Եվ այստեղ տարբերություն բաները շատ մեծ է, էլի սպեկտրը։ Սկսած են նմանակումներից մինչև մաքսիմում նրան ինչին ասենը ձգտում է, որ abstract ազգային մտածողություն, այնպես որ էս էր, հարցս տվեցի, բայց ինքս պատասխանեցի։ Շնորհակալություն, որ լսեցիք։ Շնորհակալություն, ինքդ պատասխանեցիր, կարելի։ Առաջին հերթին շատ շնորհակալություն, ինձ թվում է, որ բոլորիս համար շատ հիանալի հնարավորություն է, որպեսզի մեր ժամանակակից ճարտարապետներին լսելը, ծանոթանալ ձեր գործերին հենց ձեզնից, որտեղ ինչքան մենք կարդանք դա այլ է, այլ ձեզնից լսել այս ամենը, ինձ թվում է լավագույն դպրոցն է մեզ համար։ Երկու հատ հարց ունեմ, ուրեմն առաջինը ձեր կարծիքով ազգային ճարտարապետություն, որ մենք կոչում ենք, ես հիմա այսպես եմ տեսնում, այսպես եմ զգում, մեր ճարտարապետությունը իմ համար բրուտալ ճարտարապետություն է, բայց որը ունի իր համեմունքները, որոնք մեր ազգային օրնամենտիկայով են։ Դուք կարծում եք մեր ճարտարապետական ձևը դա ոնց որ համաշխարհային տարբեր ճարտարապետական ձևեր են, որոնք ինչ որ ազգային բաներով համեմված են, ու երկրորդ հարցս էլ մի քիչ այլտեղ գնամ։ Տեսեք, սոցիալիստական Հայաստանի ժամանակ ինձ թվում է, որ չգիտեմ, բավականին շատ սահմանափակումներ են եղել, բայց դուք կարծում եք, արդյոք այդ ժամանակ ավելի շատ ազգային ստեղծագործություններ են ունեցել ճարտարապետության ոլորտում, քան հիմա սահմանափակումների տակ։ Ես սկսեմ երկրորդից։ Արի պատասխանը։ Անկեղծ ասած, ես չեմ գտնում, որ սովետական միության ժամանակ սահմանափակումները շատ են եղել։ Հիմի նախագծել ու ստեղծագործելը շատ ավելի դժվար է, որովհետև դուք ունեք գործ շատ կոնկրետ մարդու հետ, կոնկրետ թեմայի հետ, իսկ սովետական միության ժամանակ պատվիրատու հասկացողություն չկար, ինքը պետությունն էր։ Դու ստեղծագործելու մեջ ազատ էիր։ Չնայած սովետական միությունը ուներ գաղափարախոսություն։ Այդ գաղափարախոսությունը դու չէիր կարող շրջանցել, բայց հիմնականում դու ավելի ազատ էիր ու ամեն ինչ կախված էր քեզանից։ Անշուշտ միայն քեզանից էլ չէ, քանի բաղադրիչներ կային, տեխնոլոգիաներ, ինչ որ շինանյութեր, բայց մտածողությունը քեզանից էր կախված։ Հիմա մի քիչ ուրիշ է։ Ես չեմ կարող ասեմ, որ այն ժամանակ շատ են ստեղծվել ազգայիններ, բայց անշուշտ ստեղծվել են։ Ես օրինակ կարող եմ այն ժամանակվա ստեղծագործությունից նշեմ, օրինակ ինձ շատ համակրում է իր ծավալով ու մեկնաբանություններով քաղաքապետարանը Ջիմ Թորոսյանի։ Այդ պատերը, ֆակտուրաները, իրացիոնալ են կդորները, օրինակ ինձ համար ես միշտ հիանում եմ, ես ուսանող եմ, ես տեսնում եմ ոնց այդ կամարը բարձրացել, հասել քիվին ու իջել ներքև, այդ ինձ հիացնում էր։ Ինձ համար այդ կուլմինացիան էր այդ գործի։ Ես գտնում եմ, որ Արսենի ասած այդ աբստրակցիան ու ազգայնությունը դրա մեջ կա։ Կա ձևակոյացման մեջ խորշերի, ստվերների, շարվածքի, ես տեսնում եմ, որ այդ կա։ Այսինքն այն ժամանակել է այդ ամեն ինչը ծնվել։ Իսկ ինչ վերաբերում է համեմունքներին, իսկապես դրանք համեմունքներ են։ Եթե մի քիչ համեմատություն մտցնենք խոհանոցի հետ, հայկական խոհանոցը սովորաբար աչքի է ընկնում քիչ համեմունքներով, ինքը շատ բուրավետ չի, իր բաղադրությունը մի քիչ ուրիշ է, ինքը նման է նաև մեր ճարտարապետությանը, այդ բջնվածությունը
իրանք ատրիբուտներ են, որոնք դարձնում են գրավիչ են դարձնում կառույցը, բայց իրանք անհրաժեշտ բանը չեն։ Այն օրը խոսում էինք, Արսենը բերեց իր սիրած օրինակը կարմրավորը։ Ինքը առանձնապես նախշազարդ չի։ Լմբատը նախշազարդ չի, բայց իր ձևը, ձևակոյացումը, քարը, մեկնաբանությունը շատ յուրովի է եւ աշխարհում մեկ ընկալվում է որպես հենց հայկական ու ոչ թե այլ կերպ։ Ես որ մի քիչ առաջ ասեցի որակ, ես նկատում եմ այդ կարգի որակը։ Ես երկու հարց ունեմ, մեկը կազմակերպչական, մյուսը թեմային կապված։ Կազմակերպչական տեսակետից Գարեգինը սկզբում ասաց, որ կցույց տա այս շենքի ստեղծման էտապները, էսքիզները, որոշ մանրամասները, իմանալով ինչ կարող ես սպասի, տեսնել, ուզում եմ ինքս շատ կուզեի տեսնել, եթե կա հիմա ձեզ։ Չկա, ես խոստանում եմ անպայման։ Կարող ենք Հատուկ մի անգամ կգամ ցույց կտամ։ Ես ընդհանրապես կներես ընդհատեմ քեզ, ես սիրում եմ շատ էսկիզ անել ու ոնց որ իմ մոտ այդպես ված չի ստացվում, էլի նկարելը, հա։ Ես ուղղակի չգիտեմ ինչի, ես ուզում էի այդպես բան անել, բայց մենք չբերեցինք, ես ներողություն եմ խնդրում, բայց մյուս անգամ խոստանում եմ հատուկ էսկիզների նվիրված մի հատ բան անենք ու քննարկենք թե ոնց ենք էսկիզ անում։ Այդ ժամանակ ես անպայման դրանք ցույց կտամ, որովհետև առանց դրա իմ մոտ չի ստացվում, ես չեմ կարող մատից ձեռս չառնեմ, էլի։ Ցավում եմ, որ չեմ բերել, հա, բայց իրանք կան։ Ես կարծում եմ բան, առաջի սերիան, Կներեք, լավ, ցավում եմ, բայց ես ներողություն եմ խնդրում։ Եվս մեկ հանդիպման։ Սիրով։ Մյուս հարցս դաժե ոչ թե հարց է, այլ նոր Արոն Բալյանն էլ որ խոսում էր, ինչ որ տենց միտք եկավ, հա իսկապես այդ ազգայինը ինձ թվում է կամ հարցնում եմ, արդյոք ձեզ էլ է տենց թվում, որ դա միշտ չի կապված, այսինքն միշտ հայկական ճարտարապետությունը պետք է ասենց հայկական ճարտարապետությունը եւ այլն պորտուգալական ճարտարապետությունը միշտ պորտուգալական ճարտարապետությունն է գերմանականը, որտեղ կան ազգեր, որտեղ ասենք որ ընտանեկան տրադիցիաները ավելի խիստ են, այսինքն մարդիկ նաեւ իրանց հողի ջրի բանի հետ են ավելի խիստ կապնված եւ միգուցե այնտեղ երբ որ ինչ որ մի ժամանակաշրջանում դա հասնում է ինչ-որ մի կուլմինացիայի, ասենք այդ ազգային ինքնա իդենտիֆիկացիան կամ ինչ-որ, չգիտեմ, մեկ էլ ու բանի թեման է, արդեն մոռացված թեման, մեկ էլ եղերնի թեման 50-ականների վերջ 60-ականներին նորից բարձանում է ու ստեղծվում է մեր կողմից, բոլորիս կողմից սիրված ասենք բանը, Ծիծեռնակաբերդի մոնումենտը, որը մեր համար շատ ազգային է, չգիտեմ, իմ համար շատ ազգային է ինքը։ Ու այնա, որ այդ ազգայինը ինքը չի կարող գոյատևել ժամանակաշրջանից դուրս եւ կոնկրետ ճարտարապետից դուրս, այսինքն ճարտարապետը եթե ինքը կրում է այդ ժամանակի ինչ որ Դրոշմը։ Հա, այո, հա, եւ ինքը ունի բավականաչափ ճաշակ, բավականաչափ զուսպ է եւ այլն, որպեսզի հիմա կասեմ ինչ եմ դա ասում, ինքը ստեղծում է այն, ինչը հետո վաղը ասում են, այս Երևանի, ասենք 40-ական, 50-ականների ճարտարապետությունը շատ կոնկրետ դեմք ունեցող ու հենց հայկական ճարտարապետությունն է, կամ քո ասած Սիզան, կամ չգիտեմ ժամանակակիցներից կա, որ նայում ես, ասենք, հա, Tea House-ը, բանի, Սիզայի, ինքը միայն պորտուգալական կարող լինի, եթե դու մի քիչ ֆորմում ես, նայում ես, ասենք, բանի, բայց այդպես բան անելու համար հենց Սիզան պետք է լիներ ու հենց այդ ժամանակ, այսինքն ինձ թվում է դա այդպես կապված է ու ինձ թվում է հենց Գարիկը պետք է լիներ այս շենքի համար ու այս ժամանակաշրջանում, երբ որ մի քիչ այդպես անդեմ շենքեր են շուրջ բոլորը կառուցվում, ասենք նոր չինական էժան
նյութերը օգտագործելով եւ այլն, այսինքն այս ժամանակում Գարեգինը ինչ-որ պատասխանատվությունն է գրում այդ process-ի, ասենք ուղղորդելու համար եւ դրա համար այս manifest-ն է ստեղծվում, որպես նաեւ manifest, ոչ միայն անուն այս օբյեկտի, ինչ-որ տենց միտք հարց Ես քեզ հետ լրիվ համաձայն եմ, միշտ չի որ դա հայկական բայց գիտես այդ լավագույնները որ մնում են ու ասում են այ այս ծնվավ մնաց այս ազգային այս բանը ես նորից կգնեմ մրցակցության շնորհիվ է դա լինում իրանք կովիդ ասած լավերը միշտ մնում բարձրանում են ջրի երես ու իրանք դառնում են ազգային որտեղ իրանք դառնում են ճանաչելի տես դու մի քիչ առաջ ասիր 50 թվերին Երևանը այսպեսին էր ու այսպեսին էր բայց բոլոր թվերին չի որ չէ այսպեսին էր կային նաև բաներ որոնք մենք չգիտենք կորան գնացին բայց ինչ որ բաներ կա որոնք դեմք են այսինքն մրցակցության միջից իրանք ծնվեցին դուրս եկան եւ մնացին ակտուալ մինչեւ այսօր ու եւ ստեղծեցին Երևանի կերպարը բնավորությունը եւ ճանաչելի դարձրեցին այ այտենց ավելի པարզ ձևակերպում եմ ես փորձում տամ այդ ազգայինին հիմի մեր արածը ինչ որ մի հատ էտապ է փոքր որ չգիտեմ փորձեցինք այդպես անել Շիրակի ազգայինը Շիրակի ոչ թե ազգային այլ տեղայինը որովհետեւ ասենք նված ճարտարապետությունը կրկնելը այդ անհետեթությունը ու երբեք չես կարող բնօրինակից լավ անես դու պիտի քոնը դես դրա մեջ այսինքն այդ կրակի վրա պիտի բան գցես որ այդ կրակը շարունակվի վառվել հիմի ես մենք փորձեցինք մի քայլ առաջ գնալ ընդեղած ճարտարապետության նոր մեկնաբանություն տալ սա է հիմի ինքը կարող է դառնա ինչ որտեղ նաև փոքրիկ ուղեցույց ես չգիտեմ այդ ես համարձակություն չվերցնեմ իմ վրա ասել ես ճիշտ հասկացա չէ քո հարցը Չէ, դու ճիշտ հասկացար, ուղղակի ուզում ասեմ իմը տես որպես հարց չէր, ավելի շուտ լրացում էր, որպես հարց չէր ձևակերպել։ Հասկանալի է։ Էդ էր էլի։ Հա, հասկանալի է։ Ձեր տեսակետն է ուզում։ Ոչ ամեն ազգն է, որ ունի իր ազգային ճարտարապետությունը, ոչ միշտ է, որ չունի իր ազգային։ Ոչ միշտ է, որ պետք է։ Ոչ միշտ է, որ պետք է, հա, այսինքն շատ նենց միգրիրուշի ինչ որ Ես կարծում եմ, որ այս խնդիրը պարոն Բալյանը որ ասաց լավ է որ քննարկենք անընդհատ պետք է քննարկենք, բայց դա նաև մեր ցավն է որ պետք է մեզ քննարկել, լավ կլիներ որ պետք չլիներ քննարկել, էլի ինքը իր ու ազգեր կան, որոնք նույն ճապոնացիները, որոնք այդ արհավիրքներից հետո իրանց ամբիցիաների զոհվելուց, մահանալուց, երկիրը քանդվելուց հետո ստիպված էին ինչ որ նոր բանի քալու եկան այդ մետաբոլիզմի, բայց իրանք էլ են ասում, որ դրա հիմքում ընկած է այդ սինտոիստական տաճարը, որը 1000, չգիտեմ, 500 տարի ամեն 20 տարին մեկ քանդում են, տեղափոխում են, նորն են կառուցում, նույնից, հա։ Այսինքն մի քիչ եթե ճարտարապետությունից, չգիտեմ, այդ սոցիալական է թե ինչ է, ինչ որ ատոմային ժամացույց է պետք, որը մեր մոտ չկա, հա, օրինակ Լոնդոնում, եթե, չգիտեմ, ամեն Այսինչ ժամին ամեն օր այդ ձիերով գալիս են փոխվում է, ու ամեն օր ու 300 տարի է, այդ ինչ որ ժամացույց կամ Պիտերբուրգում, որ կրակում է թնդանոթը ամեն ժամը 12-ին, մենք նման բան չունենք, կամ ինչ որ մի բան լներ, որ քանդեինք 20 տարին մեկ նորը կառուցեինք, ու ինքը սենց կողքից որպես ժամանակացույց եթե գնար, ինձ թվում է այդ հարցը չէր առաջանա։ Ու այդ մի տեսակ նեղ եմ ասում ավելի լայն հասկացողություն, հա։ Երկու բան էլ կարճ ասեմ, շատ ազդվել է անիում, որ այդ բանով իջնում ես աղջկա կուսանոցը, այդտեղ ծածկած մի հատ անցում կա, տուֆի սալերով, աստիճանավանդակա ծաղկա, աստիճաններ, ու ընդեղ շատ տխուր բան զգաց, ասացի, ես մարդիկ մենք չենք, ով որ ես կառուցել, նույնը չգիտեմ, կարմրավորի ժամանակ եմ զգում, Ես հասկանում որ այդ ուրիշ մարդիկ են եղել, ուրիշ մտածելիքությամբ, ոչ թե ուրիշ ազգի, այլ ինչ որտեղ այդ բանը ընդհատվել է։ Իսկ նույնը որ ասում ենք Շվեյցարիա, օրինակ բերեմ Ամստերդամը, այդ մարդիկ որոշել են որ այս շենքերը նեղ են փողոցի վրա, ու պատուհանները մեծ են ու բանը վարակուրել չկա, վերջացավ, ուզում ես դա, չգիտեմ, բետոնից ձուլի, ուզում ես
ապակեաղյուսներից շարի, ոչ մի տարբերություն չկա, կարա ինքնուց ճարտարապետել չլինի, ոչ էլ մտածի դրա մասին։ Այսինքն ինչ որ sense մի հատ բան է, որը անընդհատ գալիս է, ինձ թվում է մեր մոտ ունենց այդ ամեն ինչը ընդհատվել, որ մենք ստիպված պետք է երևի ամեն օր այս թեմայով խոսենք։ Հա, ես լրացնեմ, ես մենք միասին ենք եղել Անիում։ Ես մի քանի անգամ ճամփորդել եմ ու Արսենի հետ ենք եղել, իսկապես տենց զգացողություն կա։ Դու sense մեկ որ քայլում ես այդ տարածքով, մեկ sense սկսում ես երևակայությունդ միացնել, աչքերդ փակել ու պատկերացնում ես որ եղել է մի հատ քաղաք, մեծ քաղաք, ժամանակի համար մեծ, միջնադարյան, պատերով, գույներով, իր փողոցներով աներևակայելի է ու ասում ես լավ, բա ես երբ ընդհատվեց այս ամեն ինչը։ Այդ զգացողությունը կա, որովհետև ոնց որ ասես այս միթե իմ նախնիներն են այս սարքե։ Այն մոդարապես այդպեսի։ Մտնում ես այդ մայր տաճարը, տեսնում ես կաֆեդրալը, ասում ես լավ, ես sense մտածողություն ա եղել, բայց ուր ա կորես։ Եթե չէ, խոսքի մեջ։ Լավ, շնորհակալություն նախատեսելու Իմ հարցը արժետ կապնի, երբ որ դուք սկզբից ցույց տվեցիք, թե նախկինում այս հյուրանոցի տեղը ինչ կառույց է եղել, տպավորություն էր, որ ինչ-որ 2000-ականների ճարտարապետություն էր, այսինքն ոչ շատ հին, համեմատաբար նոր, ու ոնց որ մենք տեսնում ենք, որ այդ եղած կառույցի իր ստրուկտուրայով շարունակվել է ձեր այդ շենքի մեջ, նույնիսկ ակցենտները այդ ներքին բակի շուրջ իր կառուցած լինելը, ու այս ամբողջ քննարկումն sense հարց է առաջացել իմ մոտ, որ արդյոք ազգայնականությունը բնազդային երևույթ է, թե ինքը ընտրություն է հենց կոնկրետ ստեղծագործողի կողմից։ Հետաքրքիր հարց է, ես կարծում եմ, որ եւ են, բայց նաեւ բնածին է, մենակ ընտրություն չի, որովհետեւ ես չեմ ուզում ուրիշ բան ընտրեմ կամ չեմ կարող ընտրեմ ոչ իսպանականը, ոչ ֆրանսիականը, իրանց պես չեմ կարող անեմ։ Ես շատ սիրում եմ Ալդորոսին, բայց իրապես չեմ կարող անեմ։ Ես իրեն պաշտում եմ, բայց չեմ կարող։ Սիզային շատ եմ սիրում, բայց իրապես չեմ անում։ Ես դա գալիս է խորքից, սկսած լեզվամտածողությունից, լեզվից, բարբարից, միջավայրից, ամեն ինչից, օդից, ցրտից, այդ ամեն ինչից գալիս հասնում է ձևավորում է այս մի բանը։ Ես կարծում եմ, որ ավելի շատ ներքինից է գալիս, քան ցանկությունից։ Նաև երևի արեստավորների հետ շփվելուց, հա, ովքեր իրականացնում են, այդ շատ կարևոր բան է, այդ ամեն ինչը, որ իրանց հետ շփվում ես, խոսում ես, որ այդ մարդիկ սկսում են հասկանալ, թե ինչ են կառուցում, որովհետև իրականության մեջ մենք կարող մեկ թերագնահատում ենք ու մտածում ենք, որ իրանց համար մեկ է, իրանք ինչ պատը կներգեն կամ չեն ներգի կամ քարը կշարեն, իրականության մեջ դա այդպես չի, իրանք շատ ոգևորվում են ու օրինակ ես ես կառույցից գիտեմ ես իր պատմությունը, մի լրացնեմ այս բանը, ես շատ շուտ էի գնում, ես գտնում եմ, որ ես դի անպայման դեղ լինեի, ու դրանպես խորհուրդ եմ տալիս, շատ կարևոր է այդ հեղինակային հսկողությունը, հանգույցների, բաների մինչև վերջ մտածելը ու օգնել այդ մարդկանց իրանք իրականացնել, այսինքն դա իմ սկզբունքներից է, ես չեմ պնդում, բայց ես կարծում եմ դա ճիշտ է, իմ մոտ դա աշխատում է։ Ու կամաց այս կառույցը, որ սկսում էր կառուցվել, մենք ինչել ես իսկապես շատ քանդեցինք։ Մի քանի պատ թողեցինք, որոնք զգում էինք, որ բաներ, բայց էդ էլ արժեր քանդել, իմաստ չէր ունենա։ Բայց այդ պարագիծը բան բավականին գրավիչ էր, մենք դրա մեջ ինչ-որ բան տեսանք, չնայած ինքը կառուցվել էր տարբեր ժամանակներում։ 2000-ից առաջ, այն որ նոր Հայաստանը անկախացավ, ինչ-որ բան էին ուզում սարքեին ու չէին հասկանում, անգամ պատվիրատուն եկավ ասեց ես սարքում չեմ հասկանում ինչ եմ սարքում, կարաս օգնես, ասի հա, մի խոսքով մտքից տելը կդրավ ինչ է ասում, հա, որ գնում ես ու գալիս ես ու տեսնում ես ամեն անգամ, որ ինչ-որ բան է փոխվում, խոսում ես հետները, ցույց ես տալիս, ինչի պիտի լինի այսպես ու ոչ թե այլ կերպ, եթե տրամաբանություն ես բացադրում, ինչի պիտի այս պատը կողքինից 5 սանտիմետր առաջ լինի, այս ստվերը մինչև ուր պիտի հասնի, հենց որ իրանք այդ քո ուղին սկսում են անցնել, վերաբրել այն ինչ որ դու ես անում, իրանք շատ են ոգևորվում, էլ
չեն կարողանում ոչ մի բան ինքնուրույն անել։ Համ խոսում է երկու բանի մասին, դու սկսում ես տիրապետել իրավիճակին, որ առանց քեզ քայլ չեն անում, ու դու ստանում ես այն ինչը պետք է ստանաս, եւ հետո տեսնում ես իրանց ողջավորությունը, որ իրանք էլ անգամ իրար են նկատողություն անում, որ ասես սենց չէ, սենց այդ էս չի անում։ Հա, այդ կարևոր բան է այդ շփումը։ Իսկ այդ մարդիկ մեր մշակույթի բաղկացիչ մասերն են։ Լավ թե վատ այդ մշակույթը մնում է մշակույթ ու այդ մեր մշակույթի երևի լավ կդորներն է, որովհետև իրանք իրանց մեջ տանում են այդ բառը չեմ ուզում ասեմ, ադատ բառը, լավ սովորույթները, արհեստավորական սովորույթները, իսկ այնտեղ այդ արհեստավորական սովորույթները բավականին լավն են, չնայած սովորույթները կարան նաև վատը լինեն, բայց իրանք հիմնականում լավն են, վատերը կմեռնեն կգնան։ Դրա համար այդ մարդկանց հետ շփվելով էլ ինչ որ մի բան գոյանում է քո մեջ, էլի։ Դու հասկանում ես ինչ բան է, որ անգամ իրանից է սովորում, ինք ասում է, որ քարին սենց խփում էսա լինում, սենց կպցնում եմ էսա լինում, այս մեկը քանդում ենք էսա լինում, ասենք երեսապատողի հետ ինքը երկար ժամանակ ինձ բացատրում է, չնայած ես այդ գիտեմ, որ չի բանամ, ես իրանից պետք է շատ իմանամ, մի խոսքով, ոնց պետք է կպցնեմ, ոնց պետք է անեմ, այս կամ բարակ չի ասում եմ, պետք է սենց բարակ չլինի, փորձում եմ ապացուցել։ Այդ խոսակցությունը ինձ էլ է աջակցում, ես իրանց հետ շփվելուց սովորում եմ։ Այսինքն ես իմ մեջ կրում եմ համ իրանց մեջի եղած մշակույթը եւ դա ոչ թե sense գիտակցաբար եմ անում, այլ ոնց որ տեղ ապրելով բան բնատուր գալիս է այդ ամեն ինչը։ Ես քանի որ բախտ եմ ունեցել ձեզ երկուսիդ էլ ճանաչել արդեն 15 տարուց ավել, ու էլի բազմաթիվ առիթներ ա եղել ձեր հետ խոսելու, ձեր էսքիզները քննարկելու, որ դուք անձամբ պատմում եք թե ինչ արվել ու ինչ է արվել, ոչ մի դեպք չեմ հիշում, որ ձեզնից մեկը խոսի ազգայինի մասին։ Ես դա չեմ ասում որպես վատ բան, ուղղակի որ լիքը ուսանող կա ստեղ նստած։ Այդ ձեր քննարկումից կառուցապարություն ստեղծվի, որ դա այտենց խնդիր է դրված։ Թեև ես շատ կասկածում եմ դրա վրա։ Այդ ոնց որ այտենց մի չռետորական հարց է, էլի։ Ուղղակի կուզեի դուք դրա մասին ասեիք բարձրաձայն, արդյոք երբևէ խնդիր դրվել է որևէ նախագիծ անելուց, որ լինի ազգային։ Ես պատասխանեմ սկզբից։ Ոչ, այդպիսի խնդիր ես չեմ դրել իմ առաջ։ Երբեք չեմ դրել։ Անգամ չձգտում չեմ ունեցել։ Ավելին ասեմ, անգամ պայքարել եմ։ Ասել եմ մի կասի այդ բանը, էլի։ Հա։ Բայց իմ գործունեությունս է ցույց տալիս եմ ինքը ազգային է թե չէ։ Բայց ես երբեք այդ խնդիրը աչքս դիմացս չեմ դրել։ Ու կարծես դա չի խանգարում ինձ ստեղծագործել, ես չեմ մտածել ազգայինի մասին, ուղղակի ես որպես հայ մարդ ճանաչելով իմ երկիրս, իմ քաղաքս, մարդկանց բնավորությունը, քաղաքի բնավորությունը, նիստուկացը, ես գտել եմ, որ այսպես պետք է լինի, ինքը դարել է։ Մի բանը դա ավելացնում, ստեղ պարոն Բալյանը չի համաձայնվում, մենք ստեղ sense լուր վիճում ենք, էլի։ Այս նախագծի հետ կապված դուք ասացիք, որ վերաիմաստավորում է Շիրակի ճարտարության, տեղի մշակույթի ու տեղի ավանդույթների ինչ որ տեղ, այո։ Բայց էլի կուզեի ձեզնից լսել, երևի պատասխանը գիտեմ, բայց շատ կուզեի դուք բարձրացան ասեիք։ Կարող է սխալ պատասխանել։ Նման մասշտաբի ու նման ֆունկցիայով նախագիծ պատվիրեին Իտալիայի ինչ-որ մի քաղաքում, կամ Ֆրանսիայի, կամ չգիտեմ, Սիրիայի։ Արդյոք ձեր ճարտարությունը չէր հարմարվի ու չէր հարգի կոնկրետ այդ տեղի ավանդույթը, պատմությունը, նյութը, աշխատանքը եւ այլն։ Ասեմ, երևի թե կհարգեր ինչ որտեղ, որովհետեւ ես շատ երկար կուսումնասիրեի, բայց ես չէի կրկնի իրան 100%, չէի կրկնի։ Ստեղել չեք կրկնում, չէ՞։ Չէ, ստեղը չեմ կրկնել։ Էլի այդ գաղափարախոսությանը կամ, որ ոչ թե ես պիտի մոխիրին երկրպագեմ, այլ կրագին։ Կրագը պայելու համար ես պիտի իրան սնեմ։ Ես դրա համար չեմ կրկնի իրան։ Ես կփորձեմ իմ մեկնաբանությունը ստալ։ Ես մենք միասին դες սկանդալային գործ ենք արել Գյումրիի ամենասրդում։ Մինչև այսօր համ գովացողներ կան, համ քննադատողներ կան։ Ընդ որում նենց
լուրջ քննադատողներ, պայտեցնենք, բանը մի տան, քանդենք, այս ամեն ինչը բան տենց։ Ուզում եմ ասեմ, բայց ընդեղ էլ կար գաղափարախոսություն դրած, մեր այդ զիգզագի արևտրի կենտրոններ։ Ինքան բազմաշերտեր այդ հրաբարակը, կոնստրուկտիվիզմ, 19-րդ դար, բոլոր շերտերը կային, ինքը sense մի հատ կարգանդակ էր բազմաթիվ շերտերով։ Հիմի ոչ մի բան տեղ պետք է չկրկնեինք, պետք չէր կրկնել։ Ընդհանրապես նույնիսկ հորիզոնական ու վերտիկալ մասնադումներ պետք չէր անել։ Մենք վերցրեցինք ու լրիվ մի հատ ուրիշ բան դրեցինք, ու մենք մտածում էինք, որ այդ ապագու հետևը կլինի շենքի ճակատը իրականության մեջ, որովհետև այդ առանցքը չէինք ուզում պատով փակեինք։ Տեսեք էլի ընդեղ է ծնվել իր ամեն ինչով։ Նույնն էլ էս, ես բնականը նույնը չէի կրկնի։ Կփորձեի ուսումնասիրել, օրինակ ասենք, եթե պիտի Հալեպում տնեի այդ կառույցը, որը շատ սիրում եմ այդ քաղաքը, եղել եմ, երկար երևի կուսումնասիրեի, մի քիչ կնստեի այդ մարդկանց հետ կխոսեի, այդ կոպիտ ասած այդ քաղաքի vibe-ը զգայի մի հատ։ Ու այդ ժամանակ ես կասեի, ես Հալեպը ոնց եմ տեսնում։ Բայց կդառնար ոչ թե սիրիական ճարտարապետություն, այլ հայ մարդու ճարտարապետություն Հալեպում արած։ 3 արագ պատասխան տամ։ Առաջինը չեմ մտածում, իհարկե։ Երկրորդը, բայց մի պահ կմտածեմ։ Չէ, մի պահ Չէ, ինձ հանգստած մի պահ ես դադարեցի ամաչել իմ ակցենտից ուրիշ լեզուներով խոսելուց ու սկսեցի նույնիսկ սիրել այդ բանը, որ այս ակցենտով եմ խոսում, որը ուրիշները չունեն։ Այդ երկրորդը, լավ, երրորդը այդ ազգայինը ազգի հետ կապ չունի, էլի, որովհետև այդ նույն բանը կարևոր չի ինչ ազգի ճարտարապետը անում։ Երևի ազգային բառնը կարող է ավելի այդ ռեգիոնալ ասել, լոկալ, չգիտեմ, տենց ինչ որ անուն տալ։ Չգիտեմ, օրինակ Ժլտովսկի արածն էլ է իմ համար տենց հայկական բան այնտեղ որ դրել է։ Չորրորդը այդ ազգայինը իմ համար այնա, որ ես չեմ կարողանում նենց շենք գծել, որ ոչ ոք չնկատի, որ ինքը կառուցվել է, այսինքն ու շատ հաճախ ազգային ինձ պատվիրատները գալիս են ասում ես ուզում եմ նենց շենք, որ սա ասեն ինչ հայկական շենք է, ու ես մտածում եմ, որ միանգամից չեմ հրաժարվում, եթե չեմ հրաժարվում, նու նայած մտածում եմ այն շենքը, որ ինքը կմտնի ու հաճելի կլինի ներսից բակին, ծառին նայել, ուրեմն իմ մոտ ստացվել է։ Մնացածին համոզելն է, որ այն քո ուզած բաներով չի էլի, դա դու այդ պատը մի էլ նկատի ինչ եմ արել։ Ուղղակի լավ զգա քեզ այդ տան մեջ այդքան բան։ Երկու խոսք։ Եթե չեք չկայնանալու մեր վրա կարելի է։ Իրավունք ունեմ կայնանալ։ Հիանալ կարող եմ։ Չէ, կատակը մի կողմ, այս աշոտը այսպես օդի մեջ որ կախված որ չմնա, որ ասես թե մենք այստեղ վիճում ենք, ես որ համար։ Իհարկե երկուստ էլ սխալ ասցի։ Երկուստ էլ հենց նստած ու որոշում եք ու ամաչում ճարտարապետություն։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ դուք չեք վերցնեմ մի հատ նմանվեմ ինչ որ մի բան։ Իհարկե այդ բանը չեք անում։ Եվ այսքան երիտասարդ որ եկել են, այն հիացնում է, որ հենց ձեզ հետ հանդիպելու են եկել, որտեղ նրանք տեսնում են ձեր մեջ հենց այդ ազգային ճարտարապետության հնարավորությունը։ Ասած ինչ է, որ ուրեմն այդ մի բանա, որ նմանվում է տրադիցիոնին։ Այս ամբողջ ազգային, որ դու փորձել ես, գաղափարը ինչ է եղել, որ պիտի նման լինի լեննականի այն տրադիցիային։ Այդ բավական է, ճարտարապետը։ Նույնիսկ բանկը չափով իր այդպես ներգրծված եւ այլն գուցե այնտեղ վիճելի ինչ որ բաներ մինչեւ հիմա գուցե քեզ համար էլ կա, բայց նպատակը դրված է անել համապատասխան իմանալով թե ինչ սկզբունքներ կային, նույնը դու ես միշտ ասեն, ես գիտեմ ոնց ես աշխատում, որտեղ այդ սկզբունքները հիմնովի են ամենաազգային կառույցներից մեկը Երևանի շախմատային տունն է Մազմանյանի։ Շախմատի տունը, չէ, շախմատային տունը Մազմանյանի։ Բայց Մազմանյանը տեսաբաներ եւ նա հիմնավորում էր, թե որտեղից է գալիս այդ ակունքները։ Այն տունն է, չէ, շախմատային։ Որ բան չի մնացել։ Absolute ազգային, բացարձակ այնտեղ մի հատ նույնիսկ քիվ չկա, որ ասես թե սա ինչ որ։ Հիմա այս բոլորը, որ մենք ապրում ենք մի միջավայրում, որը օրեցօր ապա ազգայնանում է։ Երևանը բացարձակ ցանկացած կառույց Երևանի
ազգային այսօրվա, որտեղ սխալ է կառուցված, քաղաքաշինական սխալներ, բայց տարբեր բաներ վերցրեք։ Վերցրեք այս Վարդագույն շենքը Մոսկովյանի անկյունում, որը բազմաթիվ սյուներով եւ այլն է լցված, հասկանում եք ինչի մասին։ Քաղաքաշինական սխալ է։ Վերցրեք այն շենքը, որը մխրճված է Թամանյանի շենքի մեջ, քաղաքաշինական սխալ է։ Դրա կողքի շենքը ուրիշ լեզվով է լուծված, քաղաքաշինական սխալ է։ Այս բոլորը արդեն ազգային չեն, որտեղ նրանք հիմնված են սխալների վրա։ Այսինքն նա չի ուսումնասիրել են, չի հասկացել, չի իմանում, չի կարողանում հասկանալ, թե հիմքում ինչ է։ Իսկ ձևերը, որ ինչքան ավել է լցնում դրա վրա այդ տրադիցիոն ձևերը ավանդական, այնքան ավելի վատացնում է։ Եվ դա լուծման ճանապարհ չի։ Լուծման ճանապարհը ձերն է։ Բայց դուք մտածում եք, որ դուք ես հիմա պիտի անեմ ոչ ազգային ճարտարապետություն անեմ։ Բրավո, այդպես էլ արեք։ Որտեղ դա իսկական ազգային ճարտարապետությունը հենց այն է, որտեղ դուք մտածում եք, թե ինչումն է սկզբունքը ճարտարապետության մեզ համար, որ ասում ես նոր հասցի, չէ, մի քիչ առաջ որ խոսեցի, ասի այդ պսիխիկան չկա, այդպիսի բան չկա, որ ասես մենք գիծ ինչ որ ուրիշ ձևի չենք քաշում։ Բացարձակ։ Այդպիսի բան գույություն չունի։ Մենք սկզբունքները նույնն են, կամարներն են, մերն են, մյուսներինն էլ է։ Մենք ունենք եւ սլակաձև կամար եւ չէ, շրջանաձև կամար, այդ բոլորը մենք ունենք, բայց բոլորը չգիտես ինչ է։ Եթե ուզում եք փնտրեք ազգայինը, դա այն կծիկն է։ Սկզբունքների միասնությունը, այդ ինչ ձևով ենք մենք միասնացնում։ Օրինակ ես ինքս որ գալիս էի այդ գաղափարը ուզում էի հասկանայի որն է։ Մեր ճարտարապետությունը լեզու ունի ավանդական, հին դասական ամենազատում։ Դա մի կողմից վերինաշյան ռացիոնալ է, ասիր լմբաթը, կարմրավորը եւ այլն, գրեթե դեկորատիվ դետալներ չունի։ Չկա։ Բայց ապա գնա դեպի Հովանավանքը, ապշում ես այդ ինչ եւ կամ Աղթալան եւ տեսնում ես դրա ռելիեֆները շատ մեծ են մասշտաբով։ Ուրեմն մենք ձգտում ենք նաեւ դեկորատիվիզմին։ Այդ կարող է ասել, այդ դա մեր սկզբունքն է։ Օրինակ ջիմը հրաշալի դա կարողացավ հասկանալ։ Նրա մոտ շատ ռացիոնալ է, մի հատ քիվ իրեք ուսումնասիրել են, քիվ չունի, տեկտոնիկ չունի, երբեք ոչ մի հատ, բայց ռելիեֆները շատ մեծ են, խոշոր են։ Այսինքն այդ ուսումնասիրել է, բայց նաև զգացել է, զգացողությունը շատ կարևոր է։ Դու չես կարող հորինես ազգային երաժշտություն, եթե չզգաս։ Չի ստացվի, էլի։ Բայց որ գնաս Դամասկոս, իհարկե ուսումնասիրես եւ իհարկե հասկանաս ոնց է կառուցված, գուցե նրանք կասեն ստացվի կարող է այնպես, որ մի քիչ ոնց որ արտաքինից լինի, որը գուցե բնական է։ Իրենք կասեն, պես մեզ ներքինը դեռ չկարողացել զգալ։ Ոնց որ եւ մեզ մոտ եթե գալիս են շատ հազվադեպ, բայց մենք էլ ասում ենք մի քիչ բան չի էլի, ոնց որ վրայից է տեսնում, որքա ինչի։ Բայց դե դա ու մի թեզել ուզում եմ ասեմ, ավանդականն է ազգային դառնում, որը որ նոր խոսք է ասում։ Այն նոր խոսքը դրա համար դուք ձգտում եք եւ դուք շարունակեք, էլի եմ ասում։ Անընդհատ դուք ուզում եք նորը ասեք, պիտի փորձես նորն ասես, ոչ թե հետ նայես։ Հետ նայում ես, որպեսզի իմանաս, որ հողը հասկանաս, ռելիեֆը հասկանաս, ուղղությունները հասկանաս, արևը հասկանաս եւ այդ ամեն ինչը պարզ է։ Բայց նորն է ստեղծում։ Եվ այդ նորը կինո Մոսկվան նորն է ստեղծում, չէ՞։ Այնտեղ արել է երկու հատ քարի կամար, բայց արել են ավելի շուտ։ Բայց բացարձակ ոչ որ բանի հետ կապված չի։ Ոչ առանցքներ կա կապված, ոչ չգիտեմ, ոչ ինչ որ ծավալներ կա, աբսոլյուտ նորարարական կառույց է։ Դարձել է մեզ համար ազգային։ Մերը չի։ Մերն է, բայց ազգային չի, բան։ Պետք չի հասկանալ ազգայինը որպես ոնց ասեմ, ինչ որ մի բանի նման։ Եթե մեզ դա հարազատ է, եթե մեր միջավայրին դա հարազատ է, եթե դա ընդունվում է որպես այ տեսեք այս որակի մասին եմ ասում, ընդունվում է, որակով է կորձը։ Տեսի լիքան որակ շենքեր կան, ոչ մեկը
ուզում ասեմ, Չէ, բան չի։ ոչ թե որպես Ինքը չի Այս ընդունվում, դեպքում էլի։ դուք կբաժանեք։ Այդ է որակ Ուրեմն տալիս։ ասեմ մի այսպես բան է։ Ազգային բառնավախացնում է։ Ամբողջ ազգի ճարտարապետություն ու ազգային ճարտարապետություն գուցե նույնն է։ Այսինքն ստեղծված այս բոլորն էլ մեր ճարտարապետությունն է։ Եթե իհարկե սահման ենք քաշում, այն ինչ որ ասեցի, դրանք ճարտարապետություն դուրս է։ Որակ բանի մասին եմ ասում։ Արժեքների մասին, ոչ թե նմանության կամ ինչ որ բան։ Կներեք, երեք։ Հայ, պրովոկացիա։ Ես կանգնեմ։ Ես ասեմ ինչի ազգային չի իմ կարծիքով։ Մենակ եմ որ Հայաստանում կառուցված հրաշալի ճարտարությունն ու հայ ճարտարությունը, դա չի դարձնում իրեն ազգային։ Դա լավ հայկական ճարտարություն է, հայկական այնքան որ Հայաստանում նախագծվել կառուցվել հայ հեղինակի կողմից։ Բայց իր բնույթով, իր կառուցվածքով, իր տիպաբանությունով, իր ճարտարապետական լեզվով, ես դեռ չեմ տեսնում հայկական բան, ու ես դա չեմ ասում որպես վատ բան։ Այ ոնց որ հարցը տվեցի պատասխանեցին, որ չեն մտածում, խնդիր չեն դնում նախագծելիս, որ դա լինի ազգային, նույնը վստահ եմ եղել է Կընտերցյանի ու Թերման Գևորգյանի մոտ։ Իսկ որպես համեմատություն, որ թե ինչն է ազգային, եթե վերադառնանք հենց մետաբոլիզմը ակնհայտ ճապոնական է, որովհետև դա արտահայտվում է գաղափարախոսության, տարածությունների ընկալման ու տարբեր էլեմենտների փոխհարաբերության արդյունքում։ Հիմա մեր մոտ դա ոչ մի կերպ հայկական չի արտիկուլյացիան։ Ոնց եք դուք համարում, որ դա ազգային է։ Ոչինչ որ մենք Ահա, կարելի է։ Բայց էլի մարդիկ կան, որ ուզում են ձեր այդ պատասխանը կա։ Չէ, պատասխանը կա։ Չեմ երկարացնում։ Նույն կինո Մոսկվայի մասին որ խոսքը գնա, ես իմիջայլոց, երբ որ այդ հետ գնացի վերլուծում էի, կինո Մոսկվան չկարողացա վերլուծել որպես ազգային։ Հետո ուրիշ խոսակցություններ, ուրիշ եւ այլն։ Ուրեմն այնտեղ կար հիշում են, որ Ստրժիգովսկին, որ համարում է, որ հայ ճարտարապետության համար ձևակազմության որպես ինստրումենտ, որպես միջոց օդն է նաև, որ դա եւ այստեղ ուրեմն զուգահեռներ եւ այս ուրեմն մի քիչ իրացիոնալ ասենք աստիճանի վրա։ Հիմա չեմ ուզում շատ մանրացնեմ, ուզում եմ ասեմ դա միանգամայն այսպես հաստատվող բաներ են, բայց կա որ հստակություն կա, որ թվում է, այ ասում ես, այստեղ երեք առանցքներն օգտագործել կամ պարտի մասին շատ էիք խոսում, այդպիսի բաներ կա։ Այստեղ ավելի ոնց որ հիմնովին են թվում, բայց կա եւ նման պատկերացում, որը որ կարող է լինի նույնիսկ արտաքին հայացքից։ Հրազդանը ստադիոն ազգային է, թե չէ։ Ստացվում է, որ ազգային, ստացվում է։ Լավ, շատ բան չանենք, մենք հետո կվիճենք արան։ Ես որպես քննադատ ու նաև ԱՄՆ-ում դասախոսած, նաև գործող ճարտարապետ ուզում եմ ձեր հանձնառությունը, որ խոսույթ զարգանա, դիսկուրս զարգանա ազգայինի մասին, նորից ամրագրեմ, ու այստեղ պարոն Բալյանի ոչ թե ջատագովեմ, այլ ուղղակի մեր խոսքը պիտի, եթե խոսում ենք բանախոսների այս абստրակտ լեզվով, որպես ճարտարապետ, եկեք խոսենք ազգայինի մասին, իբրև կարողություն, իբրև դեմք, դեմքը կարողություն է մարդու, դիմային կարողություն հարաբերվելու աշխարհի հետ, բաց լինելու աշխարհին։ Հիմա թե ձեր ճարտարապետությունը, թե սա, թե ռինդի օրինակը խոսում է թե արհեստավարժության մասին, թե ձեր կարողության մասին իբրև ճարտարապետ, կարողությունները վերջին հաշվով հանգում են, գալիս են ինչ որ ազգային շարադրանքի։ Մենք ազգային ասելով եկեք հասկանանք դեմք, դեմք ասելով հասկանանք կարողություն, իսկ կարողությունները տարբեր են։ Ամեն մի ազգ ունի մի տեսակ կարողություն, մի տեսակ մշակութային ինքնություն, որը շահադրվում է իրենց շարունակ գործերի եւ այլնի մեջ։ Եթե կոնցեպտուալ առումով փորձենք զարգացնել սա, եկեք ազգային եզրույթից, որը շատ բուռն իդեոլոգիական քննարկում առաջացրեց, անցնենք ազգություն եզրույթին գուցե ու հարցենք իսկ ձեր ճարտարապետությունը ունի ազգություն կամ ձեր
կարողություններ ունեն զուտ հայկական ազգություն, այդպիսով երևի սինթեզվի էս վիճաբանությունը, որը օգտակար վիճաբանություն է։ Կուզես պատասխանել։ Հա, Քեզ էր հարցը։ պատասխանեմ։ Երևի չէ, իմ ճարտարապետությունը հավանաբար չունի ազգություն։ Ինքը ճարտարապետությունը մի լեզու է, որով կարող են խոսեն տարբեր ազգեր։ Դա շատ հասկանալի լեզու է։ Ուղղակի այդ լեզուն ունի երևի երանգներ կամ ունի բարբառ, որովհետև իրականության մեջ իհարկե գլոբալիզացիան տնտեսական երևույթ է ավելի շատ, բայց տնտեսական երևույթ իր մեջ նաև ստեղծում է, ես մի քիչ առաջ ասեցի, ստեղծագործականության դաշտ է ստեղծում, եթե հատկապես հասարակությունը ազատ է։ Ու այդ ժամանակ արդեն նույնիսկ այդ գլոբալիզացիայի ժամանակ կարող են ծնվեն ստեղծագործություններ, որոնք ունեն իրանց լեզվի մեջ սլենգ, ունեն ակցենտ, իրանք ճանաչելի կդառնան, եթե ձեռք բերեն որակ, աշխարհում ճանաչելի կդառնան ու ընկալելի էլ կդառնան, որովհետև իրանք կառուցված են ու ստեղծված են երևի նույն արժեքային համակարգի մեջ, ես իզուր չէ որ գլոբալիզացիա անունը տվեցի, աշխարհը քանի գնում է դրան, բայց դա չի նշանակում, որ եթե դու քո լեզվով չես խոսում ու որակով ստեղծագործություններ չեն ծնվում քո երկրում, դա չի լինում։ Լինում է, ես երբեք այտենց չեմ մտածում ազգային ստեղծել, բայց վստահ ստեղծագործություններ կան, որոնք ճանաչելի կդարձնեն քո երկիրը ու հակառակը, դրանով կճանաչվես դու, որովհետև իրանք ունեն որոշակի ձեռք բերված որակ եւ ընդունելի են դառնում աշխարհի կողմից։ Փորձեցի պատասխանել, ստացվեց, թե չէ, չգիտեմ։ Շնորհակալություն։ Ունեք հարց, թե ամփոփենք երևի, հա, որ չփոխենք բոլոր։ Ես շատ շնորհակալ եմ, որ եկաք, ինձ թվում է հետաքրքիր խոսակցություն, նենց է որ մենք չենք պարապել ու մենք էլ հատկապես ես ինչից ենք խոսում, չենք հասկանում։ Ու Սաշանից նկատողություն արեց, ես կբերեի էսկիզները, թե չէ։ Ճիշտ նկատող։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ այս խոսակցությունը պետք է ու կսկսենք նաև հարցազրույցը լույս կտեսնի եւ շատ ուրախ կլինենք, եթե ինչ որ արձագանքներ ինչ որ ձևի կմտածենք միասին լինեն, ու այս ամեն ինչը մենք փորձում ենք ինչ որ թեմաներ գցել, որոնք կզարգանան կամ կհասկանանք, որ պետք չի զարգացնեն, դա էլ է արդյունք։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։